تک تک شما سپاسگزاری میکنم. Պարոն Թայերին ասում եմ բոլորիդ ներկայության առհատ բոլոր ներկայության համար շնորհակալ ենք ձեզ, երախտապարտ ենք։ همدردی و همراهی شما برای مردم ما بسیار ارزشمند هست. Ձեր զորակցությունը մեր ժողովրդի համար շատ կարևոր է։ ما خبر حضور شما رو در جلو سفارت که خانه دوم شماست رو حتما به طرق مقتضی در ایران اطلاع رسانی خواهیم کرد. Ձեր ներկայության մասին դեսպանատան դիմաց, որ կարող եք համարել ձեր երկրորդ տունը, մենք կփոխանցենք եւ կհայտարարենք այս մասին Իրանում։ و یک بار دیگه سپاسگزارم از همه شما بابت حضورتون در اینجا. Եվս մեկ անգամ երախտապարտությունն եմ հայտնում իմ ձեզ այստեղ ներկա գտնվելու համար։ Վերջի շրջանում մենք փորձում ենք մի շարք ակցիաներ անել, որպեսզի ի վերջո վերջ տանք այս հանցավոր լռությանը, թե Հայաստանի ներսում, թե ամբողջ աշխարհում։ Եվ մեզ համար, քանի որ վերջին շրջանում մենք անընդհատ ահազանգում ենք, որ չարիքը աշխարհում շատ է, մեզ համար այս ակցիան ոչ միայն զորակցությունն է մեր բարեկամ Իրանին, որը դարավոր բարեկամներ Հայաստանի եւ հիմա որոշակի ձևով մեր անվտանգության գրավականն է նաեւ, բայց մեր նպատակն է նաեւ ինչ-որ ձևով լսելի դարձնել վերջապես հայ հասարակությանը, որ Իրանի այս տխուր օրինակը ցույց է տալիս, որ չարիքը քնած չէ եւ որ ցանկացած պահին Հայաստանը եւս կարող է կրկնակի, եռակի հարձակման ենթարկվել, ինչպես պարբերաբար ենթարկվում է, եւ աշխարհը կշարունակի պահպանել իր հանցավոր լռությունը կամ կեղծապաշտությամբ ինչ-որ կոչեր անել եւ ոչ մի ձևով չի պաշտպանի մեզ, եւ միակ օրինակը եւ միակ դասը, որ մենք պիտի այս ամենից քաղենք, մենք Հայաստանի Հանրապետությունը, որ մենք պետք է բավականաչափ զինված լինենք եւ պատրաստ լինենք մարտի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը։ Ու նաև մենք նորից եւ նորից, քանի որ անխուսափելի է 5 տարի շարունակ ինչ կար քաղաքոսել, ասում ենք, մենք վերջում ասում ենք, ցավոք սրտի մենք պետք է պնդենք, որ Հայաստանի անվտանգության գրավականը նաև Նիկոլի վերջնական դատն է եւ բացակայությունը Հայաստան։